Տերը ուզում է տեսնել ծառաների, որոնք չեն քշվում վարդապետության ամեն քամուց և ալիքներից, ովքեր ունեն խորաթափանցություն և չեն խաբվում, ովքեր կարիք չունեն հատուկ ուսուցչի ինչ-որ նոր հայտնության համար, ովքեր կարիք չունեն մարդկային հովվի առաջնորդելու նրանց յուրաքանչյուր քայլը, նրանց երջանկությունը կամ հոգևոր ուժը կախված չէ որևէ մեկից, այլ նրանք փորձության ենթարկվելով կապացուցեն, որ Աստծո կյանքը նրանց մեջ է, լցված շնորհքով և ուղղամտությամբ, որպեսզի օգնի նրանց ամեն կարիքի մեջ։ Քրիստոսը հայտնվում է նման ծառաների ոչ միայն կյանքում, այլև նրանց մեջ։ Մենք կարող ենք արժեքավոր դաս քաղել Դավիթ թագավորի փորձառությունից Սիկելակում, բայց Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ Առաջին թագավորաց 30-րդ գլուխ 6-րդ խոսք։